Պատերի տակ էլ սուրճ խմեցինք։ Նայ վերևից չծրտեն։ Ով։ Ծտերը։ Չէ, մեր ժոլոբը դրած է։ Սա չգիտեմ դուբլ որն է, բայց որ իջնում էինք մեր բակ, ասացին, որ մեր բակի շան աչքը հանել են։ Շան անունն էլ բակի երեխաները դրել են սերի։ Նու դրսի շուն է, ոչ մի այդպիսի ցեղատեսակի չի, բայց այնքան հավատարիմ բոլորին ճանաչում էր ու հենց ինչ որ մի առաքիչ էր գալի, հատկապես օտարազգի, այն պուճուր-մուճուր, չգիտեմ, պակիստանցի են, թե ինչ են, հաչում էր, կարող է, ասենք, մոտոցիկլետի վրա էր հաչում, հիմա մնացել է առանց մեկ աչքի շունը, ոչինչ որ անցնողները գնան հաշվի մի առեք, սիրելի բարեկամներ, մի խոսքով, բարև ձեզ, այսօր շաբաթօր է, շաբաթօրյակ էի խոսք տվել, որ մեր բակային տարածքը կմաքրենք, որովհետև մեր վարչական շրջանի բակային մաքրողները չեն մաքրում այդ հատված, ասում են դա իրենց գործը չի, կողքերը մաքրում են, դե որ այդպես է, ուրեմն վերևից նկատում եմ, ավելով տանում են այն կողմն են գցում, դե հավաքեք նենց, որ չլինի, ամեն դեպքում ձմեռվա, ձնառատ ձմեռվանից հետո պետք է իջնեինք և մաքրեինք ամենուրեք, ցելոֆան է, պլաստիկ, չգիտեմ, սիգարետի տուփեր, խրձով սիգարետներ, այն հետևից հատվածում երևում է նաև աղբաման կա, այդ աղբամանի եղած չեղածն էլ բերում է, լցնում է այս անկյունային հատվածը վերևից նայում ես անշնորհքություն։ Այս մի փոքր հատվածը, որ մի քիչ կանաչ է մնացել, մեր շենքի, նաև իմ և Արմենի և մեր ուրեմն վերևի հարևանի, որը մասնակցել է Նելի շնորհիվ, կանաչ է, թթենիներ կան, մի քանի այլ ծառեր կան, որը ինչ պատահել է կամ նույնիսկ թռչուններն են բերել սերմերը, այդպես աճում են, բայց անցած եւ չէ նախանցած տարի վարչական ուրեմն շրջանի նախաձեռնությամբ այստեղ բորդյուրների փոխարինեցին հիները նորով, բարեկարգում պետք է լիներ եւ ջրագիծը քանդել էին, չկար, գիտեք, ինչ շոկ է ամռանը, չորացել էր շատ ծառեր, հիմա փորձում է խելքի գալ այս հատվածը, բայց եւս մեկ օրինակ բալենի չորացավ։ Ես այսպես խոսում եմ ու մտածում եմ կարճ կոնկրետ մեր քաղաքային պայմաններում Երևանի մայրաքաղաքի հետ կապված ինչ իրավիճակ է բակերում Երևանի հատկապես ձմեռվա ցրտից հետո եւ այդ ավազախառը չգիտեմ աղեն ինչ են լցրել ամենուրեք փոսեր են ասֆալտ չկա կարիք կա վերանորոգման այս տարի շատ է նկատվում եւ դուք օգտատերերից էլ կտեսնեք որ այդ ամեն ինչը վերցնում նկարում են, գցում են համացանց, որ ուրեմն քաղաքի վարչական կամ հատվածներում ով իր աշխատանքով պետք է այդ ամեն ինչը հետևի, գոնե գնան անեն, ցույց են տալի, հիմա չգիտեմ, դեռ չեն սկսել երևի այդ փոսալցումները, մաքրումները, ինչ որ էլ մաքրում են, աղբամաններից այդ աղբը տանում են, անցած անգամ մեր ուրեմն մարզադաշտի հատվածում նկարել էի, որ ներքնակներ էին գցած, այդ ներքնակները տարան մեր ուրեմն աղբամանի կողքը դրեցին, մի առ ժամանակ հետո եկան տարան, բայց այդ նույն տեղը նույն բանն է լինում, այսինքն խորքային հարցը համակարգային չի լուծվում, այդ աղբի առանձնացնելը իրարից հենց քո բնակարանից, մշակույթ որ ձևավորվի, որ մենք բոլորս իմանանք, պլաստիկ առանձին ենք դնում, շիշ առանձին ենք դնում, հենց տնից իջեցնենք աղբը, որ աշխատողներն էլ հետագայում, չգիտեմ, վերամշակող գործարան կլինի, թե ինչ կլինի, իրենց համար էլ հեշտ լինի այդ աղբը վերամշակել, ուրեմն տարանջատել իրարից։ Նու հուսամ, որ այդպես կլինի, որովհետև հարևան երկրները գնում ես, մենք այս վերջերս Վալոդյա Հովսեփյանի հետ ինքը Թիֆլիսից ցույց էր տալի, հա, այդ խնդիրը կա, որովհետև աղբը առաջ այդքան շատ աղբ չէր հավաքում մարդկությունը, ինչքան հիմա ու պլաստիկի արկայության
ներքո դա կլինի դեռ երկար, ոնց որ մեր ամենամեծ էկոլոգիական խնդիրն է ամբողջ մոլորակի, ես չեմ ասում միայն Հայաստան, բայց գոնե հարևան երկրում այդ հարցերը որոշակի ձևով լուծվել է, հետո մարդկանց մեջ այդ մշակույթը կա, որ տեղ ինչը թափեն։ Սովետական շրջանում մենք մակուլատուրա էինք հավաքում, շիշ էինք հավաքում, այնպես էին անում, որ մենք դպրոցականներս հենց հավաքեինք, այսինքն մեզ շահագրգռում էին, շաբաթօրյակներ էինք անում։ Հիմա ինչի չեն անում։ 18 թվականին հեղափոխությունից հետո եւ ժամանակ Նիկոլ Փաշինյանը անդադ շաբաթօրյակներ էր անում։ Հիմա ոչ բուն աշխատողներն են շաբաթօրյակ անում, ոչ բակերում են շաբաթօրյակներ անում, որ ճիշտն ասած այդ սովետական շրջանը ես չէի ուզենա նշել, որտեվ կներեք մենք գումար ենք վճարում, ամեն մեկը չի ի զորու կամ ի վիճակի իջնել, ինչ-ինչ ֆիզիկական տվյալներով եւ բակը մաքրի, որովհետեւ մեկը կեղտոտվում է, այն էլ Երևանի նման, փոշոտ քաղաք, գիտեք, հատկապես ամռանը ծիտիկներն են ծլվլում, հետս հավասար ձեր հետ զրուցում են, ասում են, որ գեղեցիկ ռեպորտաժ լինի, բայց այդ կարճ կոնկրետ ասելիքի հետ կապված շատ լավ կլիներ, որ հենց թաղապետարանի համապատասխան ուրեմն կառույցներում լինեին մաքրություն անողներ, մաքրեին, որովհետև քաղաքակիրթ երկրներում ես դա եմ տեսել, նույնիսկ միջև շենքի մուտքի մեջը կան հատուկ մարդ, որոնք մաքրում են, չէ՞ որ դա աշխատանք է, վճարովի, հիմա ինչ վատ բան կա, թե պետքա զանգենք կամ chat GPT-ին կամ չգիտեմ ինչ որ արհեստական բանականության այլ ծրագրին, ասենք մի հատ կգաս ես մեր բակը ավլես, մի հատ կասես կհուշես ոնց մաքրենք ու գժվացնում են, այսինքն ամեն ինչը թողել են ինչ որ ռոբոտների վրա, ամեն ինչը թողել են համացանցի, հեռախոսի հավելվածների վրա, բայց իրական կյանքում որ դուրս ես գալի, այս հասարակ խնդիրները, կենցաղային խնդիրները, որ 1000 տարի արդեն լուծված են, համակարգված, ծրագրավորված են, չի աշխատում, չկա։ Ահա Սերին եկավ, տեսեք, ժողովուրդ ջան, խեղծի աշկը, չգիտեմ, ով ա տվե, անդզահանը արե։ Այդ շան աչքը ոնց հասկացա քեզ շատ։ Հա, շան աչքը շատ ա ինձ հուզե։ Ինքը նենց հետաքրքիր շուն ա դաստիարակված, ինքը իրան դաստիարակված ա։ Երեխաները իր համար բակում տեղ են սարքել։ Հա, ինքը տեղ ա մնում։ Ինքը անկապ չի հաչում ոչ մեկի վրա։ Ուտելիք էր, հոտը առը երևի, բայց տեսեք, հոտը առնում է սենց քիթը, բայց չհարցակվեց, ձեր չտվեց տղային։ Այդ էր բակաս։ Բա։ Ես ինչ էի ուզում ասեի, սիրելի բարեկամներ, հիմա Նարինեն ընդհանուր առմամբ իհարկե ճիշտ է ասում, համամիտ եմ շատ բաներին, բայց ինչ վերաբերում է կոնկրետ այս տարածքին, ես սա բակ չեմ համարում, ճիշտ է ինքը բակային տարածք է, բայց սա ոնց որ ասած պատշգամբի կողմից երևացող տարածքն է եւ ավելի լավ նույնիսկ որ չեն գալիս մաքրում, որովհետեւ առիթ ալնում, դուրս են գալիս, քայլում ենք, մաքրում ենք, հետո իրանք մտնեն մաքրելու, չգիտես, ավելի շատ վնաս կտան, քան թե օգուտ։ Հենց որ ավելի լավ մենք մեր ուժերով վատն այնա, որ այս ցելոֆոնները արդեն ներվահան են անում ու մեկ էլ մեր որոշ հայրենակիցներ դեսի հաստատ քամին չէ էլի բերը։ Հա, ուրա։ Լավ է, որ այս բանը գարնանադեմ հելնում ենք։ Արի այս կողմ մի քիչ գլուխ Գլխարկը դիր։ Գարնան մաքրումա գյուղատնտեսական թեթևակի աշխատանքներն են, որ լավ է, որ այդ հնարավորությունը կա, համ մի քիչ ցրվում ենք, համ թարմացավ դեմքս։ Բայց հələ գործ կա անելու, այդ բալենին չորացել էր, կտրեցի բաները, բայց տակից աճում է, հետո որ բաներն մի ցույց կտամ։ Մնաց 2 բալենի եւ 2.5 տա։ Սա կոֆե կխմենք, բանը ջազվեն դրեք։ Հա, դե բեր լավ, վայ քոարա, ես չվիճակներ արմեն։
Հիմի սուրճ ինչ ենք ստեղ խմում, արի գնանք մեր բալկոնում խմենք։ Ես գործ ունեմ հլանը։ Հա, ինչ գործ։ Բալը որ կտրեցի ճյուղերը պետք է սիրունած բան կտրտեմ տանեմ միտեղ դնեմ։ Հա։ Բանը մոշը պետք է կարգավորեն։ Էդ ինչ սուրճ է։ Հասարակ բալբուշկա է։ Սուրճ է թե կոֆե է։ Կոֆիա։ Առանց շա։ Վայ, ես ինչ տակ։ Դերմսի մեջ ցին։ Այս թռչունների ձենը լսում եք։ Ինչեր տատրակներն են։ Տատրակների կուլ ընտանիք են կազմում։ Արմեն, մեկ էլ մնաց են ծառերի վրայի շորերը։ Ունես տենց մեծ փայտ, որ հանես։ Չէ, այս կոֆեն ես չկարողացա խմեմ։ Լիցտե չես կարող։ Պահի։ Օխաշ։ Ան։ Չանեմ։ Տիկտակը։ Լավա որ թղթից են։ Ես գնացի։ Իմ կուլտուրական սիրուն շորերս հակած, եկա պրարաբություն արեցի։ Բալեն։ Գոտի շատ սիրուն է։ Այդ բանը հետո մյուս ուրիշ անգամ կկտրեմ։ Ինչը։ Այդ թաթենի Օ, այդ ճյուղերը երկու հատ գնացել է, այն լարերի վրա է նստել, քամին տալիս է սախտումա։ անցի բալես, անցի։ Արմեն։ Արիստեից բանալին գցեմ, որ գաս։ Հա, բավոր այդ բանը ջանցի։ Դե ձեռով բռնի արի։ Հա, դե բացած։ Գցի։ Ես տենց եք։ Չցավաց։ Ինչ է։ Ձերքդ։ Ստելացրել էինք, որ ուտեին, չեն ուտում։ Մաքրվեց լավ էր։ Սիրուն։ Դե չորացած վիշտ։